Սիրելի հայրենակիցներ, ճիշտն ասած, գիտեք ինչն է դժվար այս ազգային ժողովի դահլիճում։ Անձնապես իմ համար շատ է դժվար։ Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեգամ Նազարյանը նստած է այստեղ հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցիր։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացիր որովհետև։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Տիկան Հակոբյանը գոնե վկա է։ Արձագանքում ասում գլուխդ պատով ես տվել դու։ Ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, հերիք մի սպառնում ես ինձ։ Սպառնում ես ինձ։ Դե այդով ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս։ Բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպառնի։ Ով կարա սպառնա, գլուխը պատով է տալի։ Լավ հանգստացի թող խոսենք 20 րոպե առանց էլ վարքյաններն ենք հաշվում, որ վերջը Տիկին Կյուրեղան չեմ լսում ձեզ ու փարկացու։ Ուրեմն հանգստացեք։ Առանց էլ այդ 20 րոպեանոց ելույթը վարքյաններն ենք հաշվում, երբ ավարտվելու, որովհետև ասենք ավելի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ենք խոսում, այտենց ելույթներով այտենց ծրագրեր ես անում, ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովաց ծախի դնի այդ ծրագրերի մեջ, որտեղ ոչ մեկ չի նայելու։ Կարամ տրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ նայես տեսնես, որ մի գնա է, ուր ես գնում, բայց ուր ես գնում, բայց ես նորմալ փող եմ աշխատել, ձերպես փող չեմ աշխատել, արին ես տե մի գնա, վախեցար, հետ արի, եղբայր, հետ եկեք, 20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ նստի լսի, խնդրում եմ նստի լսի էլի, կլսես չէ հետո, շնորհակալ եմ, եղավ, շարունակեմ, այդ 20 րոպեանոց ելույթը մի քանի բան կար, որ մեջը տպավորվեց, այդ մեկը, որ վիրավորանք հնչեցրեցիր,